Ազգային ժողովից նոր տեսանյութ ուղարկեցին, նոր մի պատգամավոր, որին չեմ ճանաչում, անհասկանալ չգիտեմ, ինձ է անդրադառնում, ոնց հասկացա կոլապերաշկի բաժանողների շալվար, փող բաժանողների միության անդամ, այդ ֆրակցիայի անդամ պատգամավոր, ասма Ստեփանավանում կոմբայն ենք բերել, ասма ձեր մարզպետը ընտրության օր է նշանակել եւ բարեգործության արգել կա ու այլևս այդ կոմբայնը չի կարա աշխատի փաստորեն, նախընտրական կոմբայնը, ոնց է լինելու հունձը, ոնց են մարդիկ բերքահավաք անելու, իսկ հունձը մինչևս ոնց է եղել։ 2019 թվականին պետությունը 2 կոմբայն է տրամադրել Լոռի Բերդ համայնքին եւ այդ կոմբայները 7 տարի առաջվանից հունձը կազմակերպում են համայնքում, եւս 2 կոմբայն կա Ալավերդի խոշորացված համայնքում, եւ այդ նախընտրական կոմբայները տուկիթել եմ լսել, որ բաժանում են, Սալյարկա են բաժանում, ընտրություններ է սպասվում Ստեփանավանում, ստանդարտ ձեռագիր է, զբաղվեք ձեր գործով, Լոռու մարզպետը հստակ գիտի իր անելիքը, եւ բնականաբար ձեր նախընտրական տուկիթելերի եւ Սալյարկաների համար ընտրության օր համայնքում չի կարող փոխվել։ Լավ որ բոլորից մի մոռացեք, որ ես Լոռու մարզային շտաբի ղեկավար եմ եղել ու հատորներ կհանեմ եւ կշարեմ ձեր առաջ 2026 թվականի համապետական ընտրություններում ձեր սխրագործությունների։ Եվ խնդիրը այն է, որ այս մարդկանց հոգեբանության մեջ է ընտրակաշարք, փող, մարդկանց կամ արտահայտությունը առնելու վարքագիծը եւ սրանք ընդհանրապես չեն պատկերացնում, որ ընտրությունը մարդու ազատ կամ արտահայտման ձև է։ Այնպես որ զբաղվեք ձեր գործով։ Ու մի մոռացեք, որ ես այդ դահլիճում աշխատել եմ որպես ազգային ժողովի պատգամավոր 7 տարի եւ եթե չեք լսել այդ ամբիոնից իմ ունեցած ելույթները, դրանցից մի քանիսը YouTube-ով նայեք եւ փորձեք Լոռու մարզից հեռու մնալ եւ իմ անունը չտալ, պատասխանը շատ ծանր կարա լինի։ Այդ ելույթները լսեք, մոտավոր պատկերացում կազմեք, թե ինչպիսի։ Եվ նաև այդ պատգամավորին ուզում եմ ասել, որ իրանց ֆրակցիայի ղեկավարի հոր պաշտոնավարման տարիներին այդ գյուղերը ոռոգման ջուր չեն ունեցել, խմելու ջուր չեն ունեցել, մանկապարտեզներ են օտարվել, հանրապետական կուսակցության ֆրակցիայի ղեկավարն ա եղել, ձեր ֆրակցիայի ղեկավարի հայրը, Վանաձորի մանկապարտեզներից մեկը վաճառել ու դարձրել են հանրապետական կուսակցության գրասենյակ։ Դուք դրանից խոսացեք։ Մարդկանց հունձից մի խոսացեք, մենք մարդկանց հունձի հարցերը հավուր պատշաճի կկազմակերպենք։